Նուրբ ու մանր ասեղի հարվածներով հայ կինը հյուսեց մեր պատմության թելերը, կադրում այն թափի ասեղնագործության նմուշներից է։ Այն թափի հայ ձեռագործը ասեղնագործության հիմքում պահում էր թևավոր խաչն ու հայի ինքնությունը, ու նույն հայի ձեռքով ու մտքով ձևավորված հայկական մշակույթը դարեր շարունակ թշնամին իր չարամիտ ռազմավարությամբ յուրացնում է։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն է օրեր առաջ այն թափի հայկական ասեղնագործությունը հռչակել թուրքական մշակույթի մաս։ Արտարոց չէ թերևս, որ մշակութային ժառանգության պահպանությանը կոչված այս կառույցը, որի բարիկամքի դեսպանն է իդեպ Մեհրիբան Ալիևան, գրչի մեկ հարվածով հինավուրց հայկականը թուրքական է ներկայացնում։ Ու սա առաջին դեպքը չէ։ Անթափի ասեղնագործությունը իրապես ծնվել է եւ զարգացել է եւ բնորոշ է հենց այն թափի հայերին, կանայք, ովքեր ժառանգաբար այս արհեստը ստացել են, փոխանցել են սերնդեսերունդ, այն նաեւ շատ տարածված է եղել որպես ասեղնագործության տեսակ, որով հենց օժիտ են պատրաստել հայուհիների համար։ Հայկական ասեղնագործության արմատները պատմական Հայաստանից են, այստեղ են հայ կանայք ձևավորել ասեղնագործության ավանդույթներն ու բարդագույն տեխնիկան։ Փաստերի պակաս չկա, գրքեր, հոդվածներ, փրկված նմուշներ, որոնք առ այսօր պահվում են Հայաստանի տարբեր թանգարաններում։ Այն թափում, Մարաշում, Իզմիրում ձևավորված հայկական ասեղնագործական տեխնիկան թուրքերը հայերից են սովորել, շեշտում է ժողովրդական վարպետն ու որպես ապացույց վկայաբերում հայտնի հոդվածը, որտեղ կա վկայություն, որ թուրքերը հայերից են ասեղնագործելը սովորել։ Հոդված կա Բաղդալյանի, որտեղ նա նշում է, որ հայերի հետ ասեղնագործում էին նաև երկու թույլ կանայք։ Այդ հոդվածը լույս է տեսել 20-րդ դարի սկզբին։ Այն թափի ասեղնագործող այդպես էլ կոչվում է։ Այսինքն դա վկայություններից մեկն է, որ մեր ասեղնագործությունը տարածվել է նաև թուրքերի մեջ։ Մասնագետները ընդգծում են, նույնիսկ ցեղասպանությունից հետո այս արհեստը հայի մշակույթից չոտարվեց։ Այն թափում ստեղծվեց միսիոներական կազմակերպություն, որտեղ հազարավոր սփռոցներ, անձեռոցիկներ ու տարատեսակ այլ իրեր էին գործում եւ արտահանում եվրոպական երկրներ։ Մասնագիտական աչք է հարկավոր, որպիսի տարբերակես հայկական զարդապատկերն ու թուրքական կեղծիքը։ Երբ որ ուսումնասիրում ես այն հրատարակությունները, որ Թուրքիան ցույց է տալիս որպես ասեղնագործություն, զարդանախշերը ավելի փոփոխված են, ավելի բուսական մոտիվներ կան։ Ոնց տարբերենք այն թափի ասեղնագործություն։ Նախշը հաշվարկում է խիստ երկրաչափական ձևով։ Դա կարող են լինել խաչեր, շեղանկյուններ, քառակուսիներ, բազմանկյուններ, եռանկյուններ եւ այլն։ Պետք է լինի սպիտակ կամ կաթնագույն, բնական գույնի, շատ նուրբ եւ զարդանախշային կառուցվածքը մաքսիմալ բարդ։ Մեր ամբողջ կիրառական արվեստն է այդպեսին։ Զայրացած, բորբոքված են մասնագետները, մինչև իրենք փորձում են կատարվածի հետևանքները շտկել, թշնամին նոր ռազմավարությամբ առաջ է տանում իր կեղծիքն ու ոտքը ավելի երկար մեկնում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։